Չնայած նախապես չէին հայտարարել, թե որտեղ է Փաշինյանը գնալու պատարագի, նրա հավատարիմ հետևորդները վաղ առավոտից հավաքվել էին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Փաշինյանի հետ պատարագի էին գնացել էկոնոմիկայի նախարարը, Արագածոտնի մարզպետը եւ Թալինի քաղաքապետը։ Պատարագը մատուցել է կարգալույթ քահանա Արամ Արամայիս Թախմազյանը, նախկին տեր Թադեն։ Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը դիմավորել է ադրբեջանական Նոդու Փաշինյան երգով։ Ադրբեջանական այդ երգով Թալինցի Սարգիս Պետրոսյանը իր բողոքն է արտահայտել իշխանության հակաեկեղեցական գործողությունների դեմ։ Նա նշել է, որ վեհափառը ոչ թե փոքրամասնության, այլ ամբողջ 10 միլիոն հայի կաթողիկոսն է։ Մեր հասարակության ստորացումն եմ ցույց տալիս, թե ոնց է Փաշինյանը վերջին 5 տարում ինչպես է մեզ ստորացնում, անգամ մեր կրոնն է դարձրել ստորացման ու ծիծաղի առարկա Ադրբեջանի համար։ Իմ այս ակցիան միայն այդ նպատակ ուներ ցույց տալու համար, որ հասարակությունում բոլորը համաձայն չեն այս տեղի ունեցող երևույթի հետ ու չգիտեմ, մեր ձայնը պետք է լսելի լինի, որովհետև այս քաոսի մեջ թվում է թե բոլորը համաձայն են, բայց պետք է չմոռանալ, որ ընդամենը 600 թե մոտավոր 700,000 քաղաքացիներ են ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ու Գարեգին երկրորդը դա մեր վեհափառ կաթողիկոսն է, մեր ազգի կաթողիկոսն է ու 10 միլիոն հայության կաթողիկոսն է, այլ ոչ թե 600,000-ի ու փոքրամասնությունը պետք է չորոշի, թե ինչ է լինելու մեր երկրում։